տուն մի հատ տակ չայ պատրաստեմ ինձ։ Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, անձրևը շարունակվում է թե ինձ վարար գալ, սելավ ա գալի ու ցրտելա։ Պատկերացրեք այն կարգի ցուրտ, որ ուզում եմ տակ չայ խմել։ Հիմա ընտրություն կատարեմ այս սիրունների մեջ, նաև տրամադրությունս ընկավ դրանից, շատ գործեր ունեմ, մի հատ ընտրեմ, որը կբարձրացնի Անուշկայի տրամադրությունը այս պահին, միշտ որ ձեզ եմ տրամադրում, տրամադրությունս իրոք ընկել է։ Այսպես, կենտրոնացա այս սիրունի վրա, հիմա վերցնեմ, այսպես, այսա, և եփեմ, փակեմ նորից, և ջուրը եռացնեմ։ Ջուրը արդեն եռում է, ես էլ բացեմ, թողնում եմ մի քիչ շատ եռա։ Այսպես։ Միշտ այսպես փաթաթում եմ, դա իմ սովորությունն է, և լցնեմ։ Միանգամից Անուշ բույրը տարածվեց, առանց շաքարի, առանց խմորեղենի և առանց մեղրի նույնիսկ, և գնում եմ իմ սենյակ։ Թե ես բերել եմ ստեղ դրել ու գնացել դարակից սեյմորանքներն եմ հանել, քանի որ այսօրվա վրա ծրագրել էի, որ սեյմորանքները պիտի ցանեմ։ Բայց անձրևը խափանեց, սիրելի հետևորդներ ջան, ինչքան սեյմորանք ունեմ, հանել բերել եմ։ Սկզբի համար մի հատ իմ չայը վայել եմ, ավելի ճիշտ կհամարեմ։ Հետո նոր սերմորանքները ձեր հետ միասին կբացեմ, կտեսնեմ ինչ ունեմ, քանի որ այդ սերմորանքները որը նոր է, որը հին է։ Հիմա հանում եմ սա, էլ պետք չէ, որ հաճույքով խմեմ, այսպես։ Սա մեկը, ուշքս տրսում է այս պահին, անձրևը շարունակվում է գալ, ես աթոռը մոտեցրել եմ, նստել եմ այստեղ և ցույց տամ, թե ինչ ունեմ հին ու նոր։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ նաև ունեմ ծաղիկների սերմեր, ահա տեսնում եք, որ անձեռոցիկ եմ դրել վրան, որպեսզի իր խոնավությունը պահի ու պահում է։ Այստեղ աստրաների սերմեր է, նման ռամաշկայի, աստրաները շատերդ կիմանաք ու տարբեր գույների աստրայի սերմեր են սրանք, շատ վաղուց չեմ ցանել։ Այս մայորիկներ են, մենք մայորիկ ենք ասում, ինքը նման է գերբերաներին, նույն ձևով անձեռոցիկ եմ դրել խոնավությունը լավ պահելու համար։ Հիմա սրանք ուզում եմ ցանել։ Այս տարի 3 տարին կլրանա, որ Ռուսաստան չեմ գնացել ու ինչ որտեղ էլ այդ պատճառով չեմ կարողացել ժամանակին ցանց անել, գնացել եկել եմ ու այդ ցանելու շրջանը անցել է։ Եվ սիրելի հետևորդներ ջան, սրանք հիմա կցանեմ։ Այստեղ էլ է ծաղիկների սերմեր։ Ես բոլորը գիտեմ ինչ սերմեր են։ Սրա համար դրել եմ այդ կոշիկի մեջ, որ լինում է, դրանից։ Սա բոյովացող ծաղիկ է, այստեղ ինչ ունեմ, մի հատ տեսնեմ, վերհիշեմ, այս էլ աստրայի տեսակ, հիմա, այս ծաղիկները, շատ սիրուն են լինում, չէ ցրտերն ընկնելը, ստեղ լոբու սերմա, քանի որ անցյալ տարի եմ առել ու պահել եմ այս տարվա համար, իմանալով, որ չեմ գնալու Ռուսաստան։ Միշտ ասել եմ, շատերդ կհիշեք, ովքեր իմ մշտական հետևորդն են, օй, սեմուչկայի սերմեր, ես էլ ման էի գալի չէի գտնում։ Սա Ռուսաստանից եմ բերել, սիրելի հետևորդներ ջան,
արևածաղկի սերմեր են, մեր սիրելի սեմուչկան, շատ լավ էր մնացել, խոշոր սերմեր են, այս հենց հայ, որ ասում ենք բամը մանգալով չենք գտնի, ու հիմա սենց գտա, շատերդ կհիշեք, որ այս լոբու սերմերը առել էի մեր խանութից ու պահել, այս է լոբու սերմերը և գտնված սեմուչկայի սերմերը, շատ բարի, նաև հարևանս էր ինձ տվել, դարակումաղ, նա չէի մոտեցրել, քանի որ մտածեցի հենց որ կսկսեմ ցանել, նոր ցույց կտամ։ Այս լոբու սերմը, սա էլ է անցյալ տարվա, այսինքն 25 թվականի, էլի իմ հարևանուհին ա տվել սա, չեմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Այսպես, երկու տեսակի լոբու սերմ ունեմ, սիմինդի սերմեր, երկու տեսակի, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, երկու տեսակի, խոշոր և մանր, սրանք այս տարի եմ գնել, դեռևս այստեղը, քանի որ սրա ցանելու տեղը ներքևի հատվածում է ու այնտեղ դեռ գործեր կանելու, դրա համար, որպեսզի տեղանքը չտրորվի, չեմ ցանել։ Իսկ թե ինչու է կարմիր, շատերիդ հայտնի կլինի, որ դեղերով պատում են, որպեսզի լավ պահպանվի։ Այսպես, իսկ իմ ցանած սիմինդը, որ իմ ծնողների աճեցրածն էր, շատ շուտ էի ցանել, արդեն ամսից ավել է, 2 հատ է դուրս եկել, ու սենց այսքան մեծացել է։ Հեսա որ անձրևը կտրվի հաջողությունով, գնանք, ցույց կտամ։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, եթե սերմը շատ հին է լինում, այո, նաև չի ծլում, բայց որ այդ 2 հատը ծլել էր, շատ ուրախացա։ Այսպես, այստեղ տեսնենք գրել եմ ինչա, չէ, չեմ գրել և կծվի հոտ ա գալի, կծու ծիծակն է, սիրելի հետևորդներ ջան, ահա, սա 3 տարվա սերմը, կարծում եմ ուշ չի լինի, կցանեմ, ինձ թվում է դուրս կգա, եթե դուրս չգա, նոր սածիլներ կգնեմ, քանի որ նաև սածիլներ են ծախում և կարող եմ վերցնել, ամեն դեպքում իմ ունեցածը մի հատ կցանեմ, շտապեցի բացել և այստեղ, այս ինչքան շատ կա, սրանք բանջարեղենի սերմեր են, ծաղիկներ այստեղ չկա, այս էլ է բանջարեղենի սերմեր, արդեն երևում է և հիմա զգուշորեն, քանի որ մեկը կապած է, մյուսները կապած չի, այն ռեզիններով և այստեղ կարմիր բիբարի սերմ է, մսալի, հեսա գրել եմ, կարմիր բիբար մսալի։ Հիմա չբացեմ, հա, սիրելի հետևորդներ ջան, ցանելիս կբացեմ, որպեսզի շատ իրար չխառնեմ։ Այս կարմիր բիբարի սերմը անցյալ տարվա սերմը, այսինքն սա էլ է նոր, երբ որ կարմիր բիբարի բերեց էի զակատում, դրա սերմերն եմ հավաքել։ Ինձ թվում է այստեղ էլ նորը չունեմ, քանի որ լավ եմ հիշում, որ սերմեր չեմ վերցրել էլ։ Հիմա տեսնենք ստեղ ինչ կա ու գրած չի։ Պամիդորի սերմա։ Սա ես գիտեմ ինչ սերմա, դրա համար չեմ գրել մանր։ Եվ ճանաչվում է, որ սա ինքը պամիդորի սերմա և անահիտ տեսակի պամիդորն է, սիրելի հետևորդներ ջան, այս այնց երկարավուն, որ լինում է, չէ, այ դա է։ Այս մեկն է կապած և գրած չի, հիմա բացեմ և տեսնենք ինչ կա այստեղ։ Ընդհանրապես գրելը ճիշտ է, հատկապես երբ որ անցնում է որոշ ժամանակ, ինչքան էլ սերմը ճանաչում ենք, պետք է գրենք, այստեղ սա դեղին ծիծակի, քաղցր ծիծակի սերմ է, վստահ գիտեմ, այսինքն 23 թվականի սերմ է, սիրելի հետևորդներ ջան, և հույս ունեմ, որ սա էլ կծլի, ամեն դեպքում կցանեմ, արդեն հողը տաքանում է, ճիշտ այսօր այդ անձրևից մի անգամից ցրտեց, բայց հույս ունեմ, որ արդեն սերմերը որ ցանենք շուտ դուրս կգա, առանց ջերմոց պատրաստելու, այստեղ, ձմերուկ, քիչ կորիզով, սա անցյալ տարվա սերմ է, հաստատ գիտեմ,
Ձմերուկ քիչ կորիզով։ Այսքան սերմ եմ հավաքել ու սա էլ կցանեմ։ Այսպես թողնեմ։ Այս էլա ձմերուկ, բայց չեմ գրել քիչ կորիզով, թե ինչ, բայց մի հատ տեսնեմ, սերմերը հաստատ տարբեր են լինելու։ Այս էլա անցյալ տարվա, այսինքն 25 թվականի։ Ձմերուկը անուշ եմ արել, սերմերը պահել եմ, հեսա։ Նրա սերմերը սև էր, իսկ սրա սերմերը մի քիչ մոխրագույն և գծերով է։ Ճիշտ աջրի խնդիր ենք ունենում, բայց թե կցանեմ էլի, աստված առաջ։ Այս մեկը շատ է երևում, տեսնենք ինչ է, սամիթ է, սա 5 կլինի, սամիթի սերմը, կարծում եմ հնությունը չի խանգարի։ Այստեղ համեմի սերմը, սա անցյալ տարվա է, հաստատ գիտեմ, անցյալ տարի առել եմ, մի քանի անգամ ցանեցի, դուրս չեկավ, և վերջապես երրորդ անգամ ցանելուց հետո դուրս եկավ։ Կարծում եմ այդտեղ լավ է փոխանցում տեսախցիկը, անձրևը շարունակում է բարակ, խիտ, մաղել։ Այստեղ դդումի սերմ է, տեսնենք ինչ տեսակի դդում է, հավանաբար այն ձևավոր դդումը կլինի, քանի որ արդեն շոշափելի նկատում եմ, այո, մանր տեսակի դդումի սերմն է, ոչ դդմիկի, սիրելի հետևորդներ ջան, դդմիկը կաբաճկան է, չնայած սրան էլ ենք դդմիկ ասում, և սա էլ չեմ էլ փաթաթում։ Հիմա մի կողմ, տեսնենք ստեղ ինչ կա, քանի որ ստեղ տուփերից արդեն ես հասկացա, թե էլ ինչ կա այստեղ, սրանք հին սերմեր են արդեն, 3 տարվա սերմեր են, վարունգի սերմա, ահա, այդպես, ռեհանի սերմ, ուրա, այս էլա 3 տարվա սերմ, և գրել եմ ռեհանի սերմ, հիշում եմ, որ մամաս, պապաս այս սերմորանքները սենց համ պահում էին ու գրում էին նախապես, նաև թիվն էին գրում, թե որ թվի է, ուրեմն, այստեղ այս սերմերը պամիդորի, գունավոր պամիդորի սերմեր են, որը իմ հետ բերել էի, սաթենս էր իմ համար առել, և ահա, գունավոր պամիդորների, մանր տեսակի, չերի լոլիկների սերմեր են, այսպես, այլ կցանեմ, բայց կուզեի, որ կլոր պամիդոր ունենամ, դրա սերմիկ չունեմ, դրանից է սացիլներ կգնեմ, ոչինչ, այստեղ, էլ ինչ ունեմ այստեղ, սա խթայի սերմը, խթա, ահա, վարունգի նման, երկարավուն, այս էլ աշուտվա սերմ, սիրել հետևորդներ ջան, 3 տարվա սերմը, բացում եմ, քանի որ այստեղ արդեն ես տեսնում եմ, որ սա էլ է խթայի սերմ, փաթաթել եմ, մեկի վրա գրել եմ, մեկի վրա չեմ գրել, ահա, խոշոր, մոտեցնեմ հնարավորինս, ահա այսպես, այս է խթայի սերմերը, հիմա սիրել հետևորդներ ջան, ինչքան էլ որ բացել եմ, ես սա չեմ շփոթի վարունգի սերմի հետ, ինչ եղավ վարունգի սերմը, բացեմ վարունգի սերմերը ցույց տամ, ու տեսնենք ինչքան ունենք, ինչքան եմ փաթաթել, որ ապահով մնա, երբ որ անձեռոցիկի մեջ ենք փաթաթում, շատ լավ պահպանվում է սերմը, ինքը շատ չի չորանում, ու նաև այլ խոնավություն չի վերցնում, իր ներսի խոնավությունով ինքը մնում է, այս էլ վարունգի սերմերը, ահագին ունեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հիմա մնում անձրևը կտրվի, որ ես կարողանամ այս սերմորանքները տանել և ցանել, թե ծաղիկները և թե այսքան սերմորանքները, ինձ ինչ է մնում, սպասել, սերմորանքները մի կողմ եմ դրել և ձեռքս եմ վերցրել ռեհանի սերմերի փաթեթը,
որ արդեն իսկ այսպես մատերիս մեջ շոշափելով անուշ բույրը տարածվում է։ Անձրևը շարունակվում է գալ, սիրելի հետևորդներ ջան, երևի ես այսօր չկարողանամ գործեր անել, նաև պետք է աշխատանքի գնամ։ Այդպես, որպեսզի այս ժամանակը ծանր չթվա ինձ, համել օգտակար լինեմ ինքս ինձ, Ռեհանի սերմերը կմշակեմ, այսքան որ փաթաթել եմ ու ինքը մի քիչ մեծ է երևում, որ մի բանի սպասելիս ենք լինում, ծանր է թվում, երկար է թվում, կարծես թե ժամանակը առաջ չի գնում, այո, ես չէի սխալվում, լավ էի հիշում, որ իր այս պարկուճներով եմ պահում սերմը, այս ինչ լավն է հոտ է, մանր սև գոլուլիկներ է Ռեհանի սերմը և հիմա այս ափսեն, որ բերել եմ, լցնեմ այստեղ, հետո արդեն, որ կհանեմ պարկուճներից, կպելու այստեղ, ավելի հեշտ կցանեմ և կհասկանամ ինչքան սերմի հատիկներ կա Ռեհանից, երբեմն պատահում է, որ սերմորանքը ցանում ենք, հատկապես որ եղանակ անձրևային է լինում և առանց ջերմոցի ցանում ենք, անմիջապես հողի մեջ, բաց երկնքի տակ, պատահում է, որ սերմերը լղկվում են ու չեն ծլում, դա կապ չունի սերմը լավ որակի է լինում, թե ինչ որակի է լինում, շատ անձրևները սերմերը լղկվածնում են, շատերը տարած կլինեք, ծանոթ կլինեք նման գործերին, հեսա սև հատիկը, այսպես արդեն ահագին դուրս է եկել ու տարածված կա մեջը, հիմա ես այնքան մատերով սենց տրորելու եմ, որ բոլոր պարկուճները պայթեն և սև գլուլիկները դուրս կան, առանձնացնեմ, մի հատ էլ քամուն տամ, բայց անձրևա դուրս չեմ գնա, տեսնեմ ոնց եմ մաքրելու, մի քիչ խոնավություն եմ նկատում, քանի որ փաթաթած, պահած է եղել փակ տարայի մեջ, հիմա օդի շփումից, սենյակի ջերմությունից, այս էլ ինքը կսկսի փոխվել ու այս պարկուճների թեթևակի խոնավությունը, որ թույլ չտալի փշրվեն և դուրս գա սերմերը, շուտով այնքան սենց կշփեմ, թեկուզ հենց իմ մատների շփումից իրանք դուրս կգան, արդեն թռչկոտում են, հեսա թռավ էս մեկը, հետ բերեմ այստեղ, այսը, գոլուլիկ մեկն էլ այստեղ է թռել, ուրեմն խոնավ չի լավն է և թռչում արդեն, օպա, արդեն երևում է այստեղ սերմերը, այսենց հավաքվել է, ահագին դուրս է եկել, չեմ կարծում, որ ես այսօր կարողանամ բաղ ու բաղջում գործեր անեմ, սիրելի հետևորդներ ջան, հատկապես որ պիտի գնամ աշխատանքի, գամ, ուշ կլինի, քանի որ այս գործերը շատ ժամանակ կպահանջի ինձանից, որ հող պատրաստեմ ու ցանեմ այս սերմորանքները, մինչև գնալս ինձ մնում է, որ հանգիստ նստեմ, զբաղվեմ այս սերմորանքներով, որը թռչելու է թռչեմ, ու նաև Ռեհանի այս պարկուճները մի լավ մաքրեմ և արդեն վլոգս կարելի է հենց այս ձևով էլ ավարտել, այս անուշ բույրերը, որ այստեղ ես տրորում եմ ու այդ բույրը տարածվում է, ձեզ եմ փոխանցում, զգացեք այդ Ռեհանի անուշ բույրը, սիրելի հետևորդներ ջան, տրամադրվենք, բարձրացնենք մեր տրամադրությունը, ահա հատիկները արդեն ձեռքիս տաքությունից, ձեռքիս շփումից չորացած դուրս են թռչում, թեկուզ և տանն եմ, անձրևը խանգարեց, բայց էլի կարևոր գործ արեցի, սերմորանքը հանեցի, նախապատրաստվեցի և վաղն արդեն կսկսեմ Աստծո հաջողությունով, մոտ 15 րոպե այստեղ նստած այս գործն եմ անում ու եկել է երկրորդ գործողության ժամանակը, միգուցե օգտակար լինեմ ձեզ, ինձ եմ մոտեցրել աղը, որպեսզի ավելորդ թեփուկները, մեծ պարկուճները հեռացնեմ,
Շատ լավ գիտեմ, որ սրանով նաև սերմն է անցնելու։ Հիմա ձեր հետ փորձեմ։ Նպատակը նա է, որ թեթև այդ թեփուկները հեռացնեմ իրենից։ Իսկ այն ամենափշրվածները արդեն մի հատ կփչեմ, կթրջի կգնա։ Հիմա արդեն իսկ ես նկատում եմ, որ ռեհանի սերմերը անցնում են այս մաղի մեջով եւ ահա սիրելի հետևորդներ ջան, համ սերմերն այշնում, համ էլ փոշիացված թեփուկները, բայց այն խոշոր թեփուկները կմնան այստեղ երեսում։ Ահա, հնարավորինս այնպես պահեմ, որ ձեզ փոխանցվի, տեսնում եք սև հատիկները ոնց են գլորվում այդտեղ, իսկ խոշոր թեփուկները մնում են ստեղ։ Այս անձրևը նպաստեց նաև, որ այս գործս անեմ, ճիշտ է ես մի քիչ տրամս ընկավ դրանից, որ չկարողացա անմիջապես տանել ցանել, քանի որ երբեմն եղել է, որ հենց ցանելու ընթացքում այս պարկուճները փշրել ու անմիջապես ցանել եմ, առանց այսքան չարչարվելու ուղղակի ես այս ժամանակը հետաքրքիր դարձրի եւ ինչու՞ չէ նաեւ օգտակար շատերի համար, թե ինչպես անջատել ռեհանի սերմը, որ այդքան մանր է։ Խանութներում պատրաստի առանձնացրած լինում է, բայց ես սա վերցրել էի եւ պահել էի։ Հույս ունեմ կծլեն իմ վերցրած ռեհանի սերմերը, քանի որ հնարավոր է էլի սերմեր լինեն մեջը։ Եվ հիմա արդեն կգնամ իմ աշխատանքին, որից հետո դժվար թե իմ բաղուբաղջում գործերը ստացվի։ Ստեղ դեռևս կա հատիկներ, հեսա լիքը եւ սա մի հատ եմ ուզում լցնել, բայց արդեն այս տարբերակով այսինքն աշխատանքներ ա տարվում, ինչեւ որ ուզում ենք մաքուր սերմ ունենալ, տվյալ կանաչու։ Այսպես։ Եվ հիմա նորից սա եմ լցնում, հասկանանք ինչ է կատարվում։ Այ արդեն կտկտալ է իջնում է այստեղ։ Հիմա որպեսզի հասկանանք ինչ է կատարվել, սիրելի հետևորդներ ջան, թեպետև այստեղ նույնպես հատիկներ կա, բայց այս մաղի մեջ ավելի շատ հատիկներ կա, ավելի մաքուր։ Ձեռքով սրբում եմ ափսեն եւ հիմա տեսեք, ահա։ Գրեթե մաքուր ռեհանի սերմեր, այսքան։ Մի փոքր էլ ժամանակ ունեմ աշխատանքի գնալուց, այսքանն էլ նույն եղանակով մշակեմ, մաքրեմ եւ ձեզ էլ հաջողություն եմ մաղթում արդեն լավ եղեք եւ միշտ լավ ու թեթև գործերի մեջ եղեք։